Կասատ, ավսատ, դրոշի ներքով, զգաս։ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Բարձրացնել։ Կանեշակ։ Կասատ, հետ, դարդ, կայլով, հակ։ Դա, ար, դա, ար, դա։ Շարան երդի։ Երկով կայլով, հակ։ Դա, աչ, դա, երկի։ Պատերազմ ենք գնում, բարով գնացեք, Վարդանի արյուն է, թեյ մեկ իմացեք, նոր կազմավոր բարակ, հայոց բանակի, արանի դիմոն է, բարով գնացեք, նոր կազմավոր բարակ, հայոց բանակի, արանի դիմոն է, բարով գնացեք։ Ունել երկը, դա, աչ, դա, Գա, շարան երդի, այլով, հակ, դեղում մնացած։ Միջոցառման առաջին մասը մենք ավարտեցինք, դրսում հիմա պատրաստվում ենք երկրորդ մասին, բացի մեր ամեն օրը դպրոցում մենք նշում ենք այսպես, եթե կարելի ասել, որովհետև մենք ունենք բազմաթիվ անմահացած հերոսներ, բոլոր ժամանակների, բայց մենք մեկ րոպե կատարյալ լռությամբ և գլուխներս խոնարհելով հարգում ենք վերջին պատերազմական իրավիճակի անմահացած մեր հերոսների գլխավորությամբ բոլոր հայ ազգի քաջ որդիների, նրանց ում շնորհիվ մենք այսօր ապրում ենք, խոնարհվում ենք և մեկ րոպե լռություն։ Շնորհակալություն, հիմա նաև մենք ինչպես ամեն օր, որովհետև մենք շարունակում ենք ապրել և մենք պարտավոր ենք ապրել, քանզի նրանք կյանքերը տվեցին մեր ապրելու համար։ Մենք սրանով նաև թույլտվություն ենք խնդրում մեր անմահացած հերոսներից սկսել մեր բանակի տոնի նվիրված միջոցառումը, բայց մինչ այդ ես կուզեի, որ մենք իսկապես հասկանանք, որ նրանք անմահացել են, բայց նաև կենդանի են և միշտ մեզ հետ են։ Եվ կուզեի, որ հիմա, երբ որ կկարդամ յուրաքանչյուր մեր դպրոցի հետ հատկապես կապ ունեցող հերոսի անունը, եկեք ինչպես կենդանիներին ծափահարություններով ողջունում ենք նրանց։ Դավիթ Հարությունյան, Դավիթ Հակոբյան, Գևորգ Հարությունյան, Նարեկ Ասատուրյան, Ֆրունզե Աշտապյան, Արամ Պարսալանյան, Արթուր Հովանեսյան, Տիգրան Քանդունց, Արմեն Վարդանյան, Սոս Գորքաշյան,
Նարեկ Կինոսյան, Արամ Գանդասարյան, և բոլոր մյուսներ ազգի հայ որդիների համար, ովքեր նժդրաբար ես կյանքը զոհաբերեցին, չփախնալով ամենասարսափելի բանից կյանքում, մահից հանուն հայրենիքի։ Եվ եթե թույլ կտակ մեր պարոն Բեգոյանի ստեղծագործությունը կարդամ, որտեղ սա մեր եռագործ բնույթն է։ Քարտեզի վրա նա չունի անուն, լեռների կողքին աննշան մի սար, սակայն մեզ համար արար աշխարհում սրբություն չկա, նրան հավասար։ Լեռների վրա անուն չեն գրում, բայց անգիր գիտենք բոլոր նրանց։ Նա իրան երկրի քարտեզագրում, եռաբրուր է անունը նրան։ Կոթողում է նա փառքը քաջերի, որ ազատության մարտերում ընկան, սուրբ շիրիմները նահատակների պահում է բարձր, որպես պատվանդան, ու թեև նրան կոչում են բլուր, ու թեև լերջ է բարձր ու վիթխարի, սակայն մեզ համար այս բլուրը սուրբ, ամենաբարձր լեռն է աշխարհի։ Դեպի պահակակետ քայլով, հարց։ Անտոնի պահակակետը։ Պահակակետից քայլով, հարց։ Զենքը փոքին, հարց։ Դնել զենքը։ Զենքը փոքին, հարկ։ Զգաստ, աջ, դաց։ Հայլով, հարկ։ Այո, այսօր մեր սրբության, մեր կյանքի ամենակարևոր, հայի ամենակարևոր կյանքի բաղադրիչի տոնն է, հայոց սուրբ բանակի տոնը, բանակի, որը պաշտոնապես այսօր նշում է իր 29-ամյակը, բայց հայը ունի բանակ ծնված օրվանից, այսինքն մի քանի հազար տարի արդեն, և ես հիմա սիրով ուզում եմ ընթերցել այսօրվա զինվոր, հայոց բանակի զինվոր, դեռևս ինչ-որ մասով, մատաղիսի դիրքերում կանգնած, կրծեր սերժանտ, Մհեր Գալստյանի ողջունի խոսքը մեզ։ Ողջույն հարգարժան հայոց ուսուցիչներ, աշակերտներ։ Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևորագույն օրվա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տոնի արդիվ։ Այսօրը շատ նշանակալից է մեր պետության համար, հատկապես հիմա, երբ մեզ անհրաժեշտ է լինել ավելի համախմբված և միասնական այս զգալի կորստից հետո։ Կորուստ ասելով, ես ոչ մի դեպքում նկատի չունեմ տրված հողերը, այլ մեր զինակից ընկերներին։ Սա ամենամեծ անհատույց կորուստն է, որ երբևէ կարող է պատահել ազգի ժողովրդի հետ։ Հիմա յուրաքանչյուր հայի կողմից հանցագործություն կլինի գլուխը կախել ու որևէ կերպ հուսահատվելը։ Հետևաբար այս ամենի կարևորությունը գիտակցելով մենք պարտավոր ենք մնալ ամուր կանգնած։ Մեր դարավոր պատմության փորձի արդյունքում պարզ երևում է, որ մեր պետությանը հարկավոր է մի կառույց, որը կապահովի ժողովրդի անվտանգությունը։ Այդ կառույցի դերն այսօր պատվով է կատարել հայոց բանակը, որն արդեն նշում է իր 29-րդ տարեդարձը։ Հանդիսանալով այդ կառույցի մասնիկը, վստահ կարող եմ ասել,
որ մեր բանակը դեռ ամուր է եւ հապարտ կանգնած իր դիրքերում, կոչ եմ անում եւ ձեր պաշտպանելի նման անկոտրում եւ տոկուն լինել, քանզի դուք եք մեր պետության վաղվա իսկ մեր պետությունը երբեք իր գլուխը չի կախում։ Քանի որ յուրաքանչյուր հայրենասեր մարդու փափակն է տեսնել իր պետությունը զարգանալիս, ծաղկելիս եւ հզորանալիս։ Հայերիս պետք է անել ամեն բան այդ նպատակին հասնելու համար, որովհետեւ ես հավատում եմ, որ մեր հայ ժողովրդի հայրենասեր ոգին կոտրել հնարավոր չէ։ Սիրով կրծեր սերժանտ Մհեր Գալստյան։ Հայորդի Նարեկ Հուլյան, խնդրում եմ դուրը երկար շաբարություններով ողջունել և շնորհակալություն ասենք ամեն ինչի համար և հատկապես որ կարողացել է ներկա գտնվել այստեղ։ Խնդրել եմ Էդգար Հուլյան, Էդգար ջան, խնդրել ես, հա։ Եվ եկեք մենք խոնարհումը բերենք մայրիկին, ով հայոց մայր է, խոնարհում ենք ձեր առջև։ Ուժեղ։ Սա է մեր դպրոցը։ Դպրոց բանակ։ Այսօր, երբ հայոց աշխարհի վրա իջել է մի դառնության դժբախտ մի ամպ, միակ լույսի շողը մեր հայոց բանակն է, փառք հայոց բանակին։ Եվ ոչ եմ անում բոլոր աշակերտներին ոտքի կանգնել սովորել, որովհետև մենք ենք ապագա զինվորները, մեր ձեռքում է ապագան, այն է լինելու լուսավոր և հաղթանակած, փառք հայոց բանակին։ Շնորհակալություն, հիմա ևս մի աշակերտ Արամ Հարությունյան, խնդրում եմ լռություն և բոլորի ուշադրությունը հիմա Արամին։ Վահան Տերյան, մի խառնեք մեզ ձեզ վայջի, արջի բանակին, մեր երկիրը ավերված, բայց հին է և սուրբ, որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն, այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։ Բաբելոնն է եղել մեր Ախոյանը, տես, անհետ խորել անցել է չար մշուշի պես։ Ասորիքն է եղել մեր թշնամին, ահա դաշտ է տեղը և չկա քարի վրա։ Ամրակուր է մեր հոգին, դարերի զավակ, շատ է տեսել մեր սիրտը, ավեր ու կրակ,
շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք, լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք, գերված ենք մենք, ոչ ստրուկ, գերված մի արծիվ, չարության դեմ վերսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ, բարբարոսներ շատ կգան ու կանցնեն անհետ, արքայական խոսքը մեր կմնա հավետ, չի հասկանա ձեր հոգին և ծույլ և օտար, տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար, եգիպտական բուրգերը փոշի կդառնան, արևի պես երկիր իմ կվառվես վարման, որպես փյունիկ կրակից կելնես նոր գեղեցկությամբ ու փառքով, վառ ու լուսավոր, արիացիր սիրտ իմ, ել հավատով տոկուն, կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն։ Ասում եմ ես հայոց բանակ, ձգվում է հասակային, վեհանում եմ լեռան նման ու բարձրանում դեպի երկին, ուժ ու հավատ, հույս ու վահան, որ դողդողան մեր թշնամին, որ իմանա հպարտության արտահայտումը ճշմարիտ։ Ասում եմ ես հայոց բանակ ու բռունցք է դառնում ձեռքս, շողշողում են իմ աչքերը, հայացքս լուրջ հորիզոնին, իմ անցյալը զոր ժամանակ, որում մշտացավոտ վերք է, և հենց զոր բանակով ենք կրել խաղաղը արժանի։ Խոսքս, այսինքն խոսափողս փոխանցում եմ մեր սիրելի Գրիգոր Համբալյանին։ Ողջույնների տեղակալ, ուրեմն Կարեգին դժտեղից խոսք գնաց Դավիթ բեգ և այլն, մի ապորիզմ իրա մերանով ասեմ, բավական չէ իր ազգի զավակը լինել, պետք է նաև նրա հրաշուչ զինվորը լինել։ Անտոնի պարակակետը։ Պարակակետից կայլով, հա։ Աչ, հաչ, կայլով, հաչ։ Ես կնդրում եմ ալերություն, որովհետև պետքա յուրաքանչյուր Արոնից նախադասությունից հետո ծափահարել։ Եթե հանկարծ ինչ-որ բան բաց կթողնում, խնդրում եմ ուշեք։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել եւ սկսել այդ շնորհակալությունը մեր անմահացած հերոսների բարեկամներին։ Շնորհակալություն մեր բոլոր մյուս հյուրերին, որ ունեցանք այսօր։ Բայց մինչև մյուս շնորհակալությունները ուզում եմ հրավիրել մեր Կարմիր խաչի ներկայացուցիչներին, ես ձեր մասին չեմ մոռացել, ինչպես ասում են, լավագույն բաները թողնում են վերջում, փոխանցեմ ձեզ դուք ասեք, լավ։ Շնորհակալություն եք հայտնում դպրոցին, պարոն Դաշյանին, որ հնարավորություն տվեց մասնակցելու դպրոցին միջոցառմանը։ Այո, ճիշտ եք ասում, մեր պատմությունը դարավոր է անցել, ամեն տեղ, կլսենք Կոմիտաս, Մոսես Խորենացի, Դանիել Վարուժան, կլսենք կանուն, ամեն մի տեղ, մեր պատմությունը ապացուցեց նույնն է 2020 թվականին, այո մենք ընկանք, բայց չենք ծնկել, մենք ուր են լինենք, միշտ ամուր ենք, կանգուն, մեր հոգին անկոտրուն է, հայ ազգը միշտ պայքարող է և հաղթող, մեր երեխաներ, գնացեք, ուր ենք որ լինենք, հայ ենք, հայ! Շնորհակալություն! Բոլոր երեխաները, հատկապես հայ ազգի բոլոր երեխաները համտեպին պետք է սովորեն հավասար պայմաններում, որովհետև բոլորը մեր ազգն են։ Ալավերձյան Էլեն, Ավանիսյան Անդրեյ, Ղևոնդյան Լուիզա, Գասպարյան Ալինա, Ավագիմյան Վալերիա, Ռոզա, Ռոման, Պետրոսյան Արտուր, Ալթունյան Աննա, Բադադյան Սամվել, Դանիելյան Ստեփան, Մելքումյան Նանե։ Եվ Կարնո Քոչարյով ավարտում ենք մեր բանակի տոնին նվիրված այսօրվա միջոցառումը։